Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տարրո կանխատեսումը աղեղնավոր նշանի համար։ Հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր աղեղնավորները իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում և տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի և բոլոր աղեղնավորներին է վերաբերվում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական հորոսկոպ կամ անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի որևէ տղամարդու և որևէ կնոջ ներգործությամբ ձեր կյանք։ Ինչ որ ձև այս տղամարդը և կինը դեր են ունենալու ձեր կյանքում։ Տղամարդը ծնված կլինի կրակի տարերքի ներքո, դա է խոյ, առյուծ կամ աղեղնավոր, և կինը ծնված կլինի հողի տարերքի ներքո, դա է այծեղջյուր, կույս կամ ցուլ։ Այս կինը և տղամարդը կարող են լինել և ձեր ընտանիքի անդամը, և ձեր շրջապատից որևէ մեկը, բայց նաև կարող է լինել նոր ծանոթություն, նոր գործընկերություն և այլն։ Համենայն դեպս այս անձինք ինչ որ դեր են ունենալու ձեր կյանքում։ Սպասվում է ձեզ հանդիպում կամ համագործակցություն, ամեն մեկը մի ձևով այն կզգա, բայց գուցե այն աղջիկները կամ այն տղաները, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսրին, հենց լինի այդ հանդիպումը և ծանոթանաք նման կնոջ կամ տղամարդու հետ։ Նոր պլաններ կունենաք ամսվա սկզբում կամ ավելի լայնամասշտաբ կսկսեք մտածել, ավելի կարծես ինչ ունեք ձեզ կսկսի այնքան էլ չգոհացնել և կփորձեք ինչ-որ մի ձևով ևս ընդլայնել ձեր մտահորիզոնը, օրինակ ինչպես ավել գումար աշխատել և այլն։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի մի փոքր հոգնած, ծանրաբեռնված, կարծում եմ, որ ամսվա ընթացքում աշխատանքը շատ կլինի, ինչի արդյունքում էլ որ կառաջանա գերհոգնածություն։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին է լինելու ցուլ նշանում նոյեմբերի 5-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այս ժամանակահատվածում դուրս է եկել նույն քարտը, ինչ որ ասեցի, համագործակցություն կամ հանդիպում, բայց դրա մասին կխոսի, գուցե հանդիպեք, սիրային հանդիպում կարող է լինել գործնական, գուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, նման կարծես 2 հոգով պետք է հանդիպեք կամ 2 մարդկանց միջև պետք է գործար կնքվի։ Եվ նորալուսինը լինելու ամսի 20-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը թողնելով, այստեղ նոր նպատակներ կունենաք, արդեն կարծես պատրաստ կլինեք, մինչ այս ինչ-որ գործողություններ արած կլինեք, երբ պատրաստ կլինեք նոր քայլեր կատարելու, նոր գործեր սկսելու։ Եվ իհարկե նորալուսինը դրա համար բարենպաստ ժամանակահատված է։ Այսքանը սիրելի աղեղնավորներ կապված նոյեմբեր ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։